պետության հենց ամենակարևոր խնդիրը մի քիչ առաջ որ ես ասացի, դա մարդուն տալ հնարավորություն էր։ Թերևս էս ամենակարևոր խնդիրը կրթվելու, զբաղվելու մշակույթով, գիտությամբ եւ հասնելու անձնական երազանքներին մարդու։ Առանց սրա պետությունը հզոր չի, առանց սրա պետությունը չի կարող գոյություն ունենալ, ես կասեի։ Եվ այդ իմաստով մարդիկ ի ծնե պատկանում են մշակույթին, գիտությանը, իրենց մարդու կարևորագույն ֆունկցիանը ստեղծագործելը, ստեղծագործ մարդն է, մարդ։ Եվ այստեղ ոչ մի պետություն բան չունի, դերակատարում չունի իրենց ով լինելու կամ ինչպիսի ստեղծագործության մեջ ներգրավելու վրա ազդեցություն պետությունները չունեն։ Մարդը ինքնին ներքին պահանջարկ ունի ստեղծագործության, հա, եւ եթե դա չի բավարարվում այս պետության շրջանակներում, մարդը լքում է պետությունը։ Բավարարում է այլ պետության մեջ։ Հիմա մարդկային ռեսուրսների գնահատման տեսանկյունից եթե նայում եք պրագմատիկ հաշվարկներ, տեսեք հայազգի ներկայացուցիչներ, մենք բազմաթիվ ուրեմն ներկայացուցիչներ ունենք ամերիկյան NASA-ում, որոնք աշխատում են գիտական, ինժեներական, գիտաինժեներական տարբեր ծրագրերում, ծրագրերի ղեկավարներ են եւ այլն։ Եվ ունենք բազմաթիվ ներկայացուցիչներ եւ նաեւ աշխարհում տարբեր երկրներում ունենք ներկայացուցիչներ, ոչ մեծ քանակով, բայց սա արդեն բավարար է ապացուցելու, որ թերևս իմ բանով, զգացումով ես կարող եմ ասեմ, որ հայ ժողովուրդը ինչ-որ մի ուղիղ կապ ունի տիեզերքի հետ եւ այդ տիեզերական երազանքները իր մեջ շատ ավելի խորն են դրված, որովհետեւ համեմատական բանով որ նայում եք, հա, ասենք շատ քիչ ազգեր կան, որ այսպեսի ներգրավվածություն ունեն առաջին օրվանից տիեզերական ծրագրերի տարբեր երկրներում առաջին օրվանից ներգրավվածություն ունեն այս քանակով եւ այս խորությամբ եւ շատ པարզ բան եմ ասում, ուղղակի ստեղծում եք հնարավորություններ երկրում այդ մարդկանց համար աշխատելու, բերում եք տիեզերական ծրագրերը դնում եք օրակարգի մեջ, երկարաժամկետ ներդրում եք կատարում եւ կտեսնեք թե ոնց է այդ պոտենցիալների տարբերությունը գիտական ներգաղթ առաջացնում։